Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը արտադրողականության բարձրացման մի նոր փուլ է մտնում։ Տարեկան 22 միլիոն տոննա հանքաքարի մշակումը ձեռնարկությունը մոտ ապագայում նախատեսում է հասցնել 30 միլիոնի։ Ներկայիս արտադրական պատկերն ու ցուցանիշները ցույց են տալիս, գործընթացը վերանայելու ժամանակն է։ Հանքաքարում մետաղների պարունակությունը աստիճանաբար նվազում է, նշում է տեխնիկական տնօրենը։ Երբ որ հասնենք բացանքի հատակին, հանքաքարում մետաղների պարունակությունը կնվազի պղնձի առումով ավելի քան 4 անգամ, այսինքն պղնձի պարունակությունը հանքաքարում կդառնա 0.18%, մոլիբդենինը մի քիչ դանդաղ կնվազի, կրկնակի կնվազի, 0.35 կարգի կդառնա։ Բացանքի խորացման զուգընթաց նաև կարիք է առաջանալու ավելի մեծ քանակով դատարկ ապարներ արդյունահանել եւ տեղափոխել լցակույտ, եւ այս ամենի հետևանքով եթե արտադրողականությունը չմեծացվի, գնալով տնտեսական ցուցանիշները կոմբինատի գնալով նվազելու են։ Արտադրողականության բարձրացման թեմայի շուրջ առաջիկայում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2 հանրային լսում կանցկացնի Ազդագիր, Կապան եւ Քաջարյան համայնքներում։ Տեղում մանրամասն կներկայացվեն ձեռնարկության մշակած բոլոր ծրագրերը, որոնք ուղղված կլինեն ակնկալվող բարձր ցուցանիշներին։ Ղեկավարությունը պատրաստ է սեղանի շուրջ քննարկելու, լսելու առաջարկներն ու դիտողությունները։ Պատմության ընթացքում արտադրողականությունը մշտապես աճել է, եթե սկսել ենք մի քանի միլիոնից մինչև հասել է 22 միլիոն տոննա, եւ եթե նայեք դինամիկան, միշտ պարունակությունը հանքաքարում նվազել է, դատարկ ապարների քանակը ավելացել է եւ հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել արտադրողականությունը մեծացնել։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրողականությունը կբարձրանա, բայց հանքի չափսերը կմնան նույնը, ժամանակակից մոտեցումներով արդյունահանման նոր լուծումներ են մշակվել։ Սկսած 2017 թվականից հսկայական ծավալի հետախուզման աշխատանքներ ենք կատարել բացահանքում, հանքաքարի պաշարները փոփոխվել են, դրանով անհրաժեշտություն է առաջացել բացահանքի նախագիծը փոփոխել, բայց փոփոխել չի նշանակում ընդլայնել բացահանքը, մեծացնել, այսինքն մենք մնում ենք հիմնականում լեռնահատկացման սահմաններում, հիմնականում բացահանքի եզրագծերը մնում են նույնը։ Տարեկան 30 միլիոն տոննայի արտադրողականության հասնելու համար հանրապետության հանքարդյունաբերական հսկա ձեռնարկությունը պատրաստ է խոշոր ներդրումների, ստեղծել նոր ենթակառուցվածքներ, ապահովել տեղաշարժեր, բարեփոխումներ իրականացնել արդեն իսկ եղածում։ Օրինակ պայթուցիկ նյութերի նոր պահեստ է կառուցվելու, քանի որ գործող պահեստը գտնվում է այնտեղ, որտեղ նույնիսկ գործող նախագծով պետք է ընդլայնվի բացահանքը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կրկին լեռնային նոր տեխնիկա ձեռք կբերի, բարձիչներ, ինքնաթափեր, իսկ հանքի հսկան կոմացու PC 4000-ն էլ կողքից կաջակցի։ Հանքաքարի արդյունավետ վերամշակման համար առաջանում է ջարդման նոր տեղամասի կառուցման անհրաժեշտություն, այն կգտնվի բացահանքի տարածքում, նշում է Արման Վարդանյանը։ Մենք որոշեցինք չկառուցել բացահանքից դուրս, որպեսզի նվազեցնենք ազդեցությունը շրջակա միջավայրի վրա եւ բացահանքի ներսում ենք կառուցելու, այնուհետեւ ստորգետնյա եղանակով ջարդված հանքաքարը տեղափոխվելու է բացահանքից դուրս, որտեղ կառուցելու ենք ֆաբրիկայի նոր մասնաշենք, որը կվերամշակի այդ լրացուցիչ 8 միլիոն տոննա հանքաքարը։ Ի տարբերություն գործող ֆաբրիկայի նոր մասնաշենքում, քանի որ դա նոր է, բոլոր սարքավորումները լինելու են ժամանակակից ամենավերջի սերնդի սարքավորումներ են լինելու եւ մանրեցման եւ ֆլոտացիայի առումով։ Տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը ընդգծում է, նախքան արտադրողականության բարձրացման ցանկալի թվերին հասնելը ձեռնարկությունը վերջին տարիներին արդեն իսկ սկսել էր իրականացնել մի շարք փոփոխություններ։ Նոր խտացուցիչի կառուցումը վառ օրինակ, առայժմ փակ շրջանառու համակարգը ավարտուն տեսք չի ստացել, ապագայում այն զգալիորեն կկրճատի տեխնիկական ջրի օգտագործումը։ Դրանցից են օրինակ 220 կՎ ենթակայանը, որը կառուցման ընթացքում է, դրանցից է օրինակ խտացուցիչի կառուցումը, որը նախագծային աշխատանքները ավարտվել են, սկսել ենք շինարարական աշխատանքները, պատրաստվում ենք սկսել փոչատարերի ձյուկերային անցումների վերակառուցումը, այսինքն ձյուկերների խողովակաշարը փոխում ենք, ավելի մեծ տրամագծով խողովակներ են կառուցելու եւ ավելի որակով։ Դրանք այն ծրագրերն են, որոնք կապված չեն արտադրողականության մեծացման հետ, այսպես թե այնպես դրանք պետք է կատարվեին եւ մենք նախաձեռնենք դրանք եւ ընթացքի մեջ ենք։
Արտադրողականության բարձրացումը Արծվանիկի պոչամբարի մեծացում եւս չի ենթադրում։ Նախորդ տարի այն անցել է փորձաքննությունը եւ ստացել դրական եզրակացություն։ Պոչատարում ոչ մի բան չենք նախատեսում փոխել, պոչատարի նախագիծը կատարված է շատ բարձր մակարդակով, բոլոր միջազգային չափանիշներին համապատասխան, նույնիսկ որոշ նորմատիվներով Հայաստանում գործող չափանիշները ավելի մեղմ են, քան միջազգային չափանիշները, բայց մենք նախագիծը արել ենք ավելի խիստ միջազգային չափանիշներով։ Մի նորամուծություն եւս ունենք, պոչատարը, որը անցնում է մի հատվածը Քաջարան քաղաքի մերձակայքով եւ ունի բաց հատվածներ, նախատեսում ենք շրջանցել Քաջարան քաղաքը եւ նոր թունել կառուցել հենց արստացուցիչ ֆաբրիկայի մոտից նոր թունելը պետք է սկսվի, եւ պոչերը այդ նոր թունելով կհոսեն եւ կշրջանցեն Քաջարան քաղաքը։ Եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրածի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2028-ից կսկսի աշխատել նոր թափով, նոր ենթակառուցվածքներով եւ տարեկան 30 միլիոն տոննա արտադրողականությամբ։ Հերմինե Միքայելյան, Նվեր Զելիա, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։